Հոպարա, իրավունք չունես նս մտնելու։ Եք որոշում իրավունք։ Այո, դուք ներխուժելու իրավունք չունեք։ Մասյացոտ ընթեմի առաջնորդանիստ Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավաճառը հերսոտում է, երբ լրագրողները փորձում են առաջնորդարան մտնել։ Ասեցի հավաքվի։ Կարգալույծ Արման Սարոյանի պաշտպանությունը ստանձնած այս կինը անպարկեշտ բառեր է ասում։ Հրում լրագրողներին, Ասեցի վերցրու գիտես որտե դիչ։ հարվածում տեսախցիկին ու բարձրախոսին։ Մասյացոտ ընթեմի առաջնորդարանը օրնի բուն հսկող տասնյակ ոստիկաններն անգամ մոտ չեն գալիս։ Ոստիկաններ ինչի՞ չեք միջամտում, թույլ եք տալիս, որ որ մարդկանց գործը խանգարում եք։ Ամենայն հավանականությամբ Արման Սարոյանը առաջնորդարանում է։ Այս պատճառով մոմավաճառ Տիկին Արևիկը չի ուզում, որ ներս մտնենք։ Շենքի պատուհանների վարագույրները ժամանակ առ ժամանակ շարժվում էին, ինչ-որ մարդիկ հետևում էին բակի անցուդարձին։ Կարգալույծ Սարոյանը գրեթե 2 ամիս է մայրաթորի ձևակերպմամբ բռնազավթած է պահում Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին։ Հարցազրույցներ չի տալիս Սրբազանը, ասում են Մասյացոտնի առաջնորդարան ելումու տանողները։ Սրբազանը չի ուզում։ Արման Սարոյան չի, մի րոպե, Կարգալույծ, մի ինձի ներմայնացեք, նախ ինքը Արման Սարոյան չի, Գևորգ Սարոյան Սրբազան է, նա երկու դատը շահել է, դուք եք ուզում։ Գևորգ Սրբազանն է, Փախած չի հիմա որ փախած անհյուր կոչերին չի ընդունում։ Ուզում էինք ճշտել նախկին եպիսկոպոսից, արդյոք ճիշտ են լուրերը, որ ինքը գրությունների միջոցով սպառնացել է թեմի քահանաներին, որոնք առանց իր թույլտվության միասնական աղոթքներ են արել։ Տեր Գրիգոր քահանա Հովանիսյանը հաստատում է, ինքը նման նամակ ստացել է։ Արման Սարոյանը իր կողմից ինքն իրեն երևակայելով որպես թեմի առաջնորդ հրահանգներ եւ գրություններ է ուղարկում հոգեվորականներին, մոմավաճառներին, օրինակ, թեմով որոշել ենք հավաքվել թեմի եկեղեցիներից մեկում միասնական աղոթքի։ Ինքը որոշ քահանաների հրահանգներ է ուղարկել, որ ես նման բան չեմ արտորել, ձեզով է իրավունք տվել առանց իմ արտոնության հավաքվելու աղոթքի, այսինքն աբսուրդի աստիճան էլի, այսինքն Տեր Գրիգոր քահանա Հովանիսյանը մեկն է Մասյացոտ ընթեմի 19 քահանաներից, որոնք անհամատեղելի են համարում Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշումը, թե իրենք պետք է ենթարկվեն Մայրաթորի կողմից կարգալույծ հռչակված Արման Սարոյանին։ Արման Սարոյանը Մայրաթորի կողմից այլևս հոգեվորական չի։ Հոգեվորական չեղող մարդը չի կարող թեմի առաջնորդ լինել։ Հասկանեք, հիմա դատարանին ինչ իրավասություն ունի նման որոշումներ կայացնելու այս։ Տեր Գրիգորը պնդում է, կարգալույծ հռչակված եպիսկոպոսը վերադառնալով աշխարհական կարգավիճակի զրկվում է եպիսկոպոսական իշխանությունից։ Այդ հոգևոր կանոնը չի կարող փոխվել աշխարհիկ մարմնի որոշմամբ, նշում է քահանան։ Չի այդ մարդը առաջնորդ չի։ Այդ մարդը ուղղակի իշխանությունների օրվա իշխանությունների աջակցությամբ զավթել է առաջնորդարանը։ Ինչպես կարգալույծ քահանաները զավթել են եկեղեցիներ, Օհանավանքը, Թալինի եկեղեցին, Աստծո Աստվածածինը։ Ինչ կարող ես ասել։ Այսօրվա այդ հարցը պիտի ուղեք իշխանություններին։ Ես ինչ ասեմ։ Ապօրինությունը, անօրենությունը։ Պետք է գաք, ներողություն, ներողություն խնդրեք մեր հոգևորից։ Կարգալույծ անողը արել է։ Կարգալույծ չի եղել։ Մոմավաճառ կինը միայն մեզ չի սպառնում։ Հայլուրի աղբյուրները պատմում են, որ նա պարբերաբար զանգահարում է Մասյացոտ ընթեմի մյուս եկեղեցիների մոմավաճառներին եւ սպառնալից խոսքեր ասում, պարտադրում, որ ինչպես Արման Սարոյանին հոգևոր առաջնորդ համարեն։ Մասյացոտ ընթեմի առաջնորդարանի այս սենյակում, որտեղ հաճախ է լինում Արման Սարոյանը, կարգալույծ հռչակվելուց ավելի քան 1 ամիս անց պատից դեռ չի հանել իր ու ամենայն հայոց կաթողիկոսի հետ համատեղ լուսանկարը։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։